Մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք են անցկացրել եւ դիմել Գևորգ Կոստանյանին, որպեսզի գլխավոր դատախազը վերաբացի բռնաբարության մեղադրանքով դատական մի գործ։ Նախաձեռնողները կարծում են, որ քննիչը նախաքննության փուլում կոծկել է հանցագործության էական փաստեր, որից հետո գործն անցել է բոլոր ատյաններով, բայց տուժողի պահանջը չի բավարարվել։ 3 հատուրանոց գործի մեջ այնքան ապացույց կա, որ այդ տղան վաղուց պետք է նստած լիներ։ 20-ամյա աղջկա պնդման պատմությունը սկսվել է այն բանից, երբ սոցիալական կայքերից մեկով ինքը ծանոթացել է մի տղայի հետ, մի քանի անգամ հանդիպել, որից հետո նրան տարել է մի հյուրանոց, ծեծի ենթարկել, հանել շորերը, նկարել եւ սպառնացել տարածել դրանք, եթե գումար չվճարի։ Այնուհետև 4 ամիս անց աղջկա պնդմամբ իրեն այդ երիտասարդը բռնաբարել է։ Զորով ինքն ինձ խփում էր, ոտքերիցս քաշում էր, սեղմում էր, ձեռքերս պահել էր վերևում, այսպես այդ քաշած էր, ես ամեն ինչ անում էի, որ թողնի ինքն ինձ ես ազատվեմ, բայց չկարողացա։ Ստորագրահավաքի մասնակիցները կարծում են, որ քննիչ Կավեյանը մտերմություն է ունեցել մեղադրյալի հետ եւ գործը կոծկել է, որպես ապացույց նրանք ներկայացրել են մեղադրյալի ու քննիչի հեռախոսային հաղորդագրությունները քննության ընթացքում, որտեղ քննիչը մտերիմ կարճ հաղորդագրություններ է գրել մեղադրյալին, սակայն վերաքննիչ դատարանը անտեսել է այդ հանգամանքը։ Անգամ եթե դա մեկ դեպք է, դա առավել եւս պետք է ուշադրության առարկա դառնա եւ հստակ դիրքորոշումը երևա։ Նախաձեռնության հեղինակների պնդմամբ մեղադրյալը իր կնոջ հետ հեռացել է Հայաստանից։ Նրանք պահանջում են վերաբացել դատական գործը, անցկացնել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն։ Բացի այդ, աղջկա կողմն արդեն հայտարարել է, որ դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Զորապարյան, Միքայել Թումանյան, Արնյուզ։